Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Շարունակում ենք։ Հայաստանում նախընտրական զարգացումների մեկնարկը կարելի է համարել բացված, մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ այս պահին քննարկվում է լայն կոնսոլիդացիայով ընտրություններին մասնակցելու հարցը, սակայն Կարապետյանը բացառել էր անձամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կոնսոլիդացիան։ Նա չի բացառում համագործակցության հնարավորությունը Էդմոն Մարուքյանի եւ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Լայն կոնսոլիդացիայի տարբերակ հնարավոր է, քննարկվում է, ասել է Կարապետյանը։ Եթե Էդմոն Մարուքյանը հաստատում է, որ շփումներ կան Սամվել Կարապետյանի թիմի հետ եւ համագործակցությունն էլ չի բացառում, ապա ինչ տրամադրություններ են Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ում։ Ազատությունը կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանից փորձել է պարզել ի պատասխան, նա ասել է. մենք կհամագործակցենք ցանկացած ռացիոնալ, իրատեսական մտածողություն ունեցող քաղաքական ուժի հետ, որն ընդունում է իրական խաղաղություն կառուցելու, թալանի վերադարձը թույլ չտալու, Հայաստանը ճիշտ ռելսերին դնելու մեր մոտեցումներն ու կանգնած է մեր պատմամշակութային ինքնությունը պահպանելու դիրքերին։ Գործարար ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել է մի քանի ամսից կանալիք խորհրդանական ընտրություններին մասնակցելու մասին, մասնակցելու է առաջարկ Հայաստանին ծրագրով։ Ես մտածում եմ, շփվում եմ, քննարկում եմ տարբեր ոլորտները, տարբեր մասնագետների հետ, այսօր Հայաստանում չկա մի մարդ, մի կուսակցություն, որ կարողանա մեր երկիրն այս վիճակից հանել։ Անպայման պետք է լինի քննարկում, համախմբում, պարտադիր չէ, որ կուսակցական այլ մարդը տվյալ ոլորտի ներկայացուցիչն է, արդյունավետ բանիմաց ցանկանում է, որ իր երկիրը լավ լինի, հզոր, անկախ, ուժեղ, ժողովուրդը հարուստ լինի, ասել է նա։ ԲՀԿ-ին խորհրդանական ընտրություններին միանալու է Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը, որի ղեկավար Սուրեն Սուրենյանցը արդեն հայտարարել է ԲՀԿ նախագահ Ծառուկյանի առաջարկ Հայաստանին ծրագրին միանալու մասին, նշել, որ ձևաչափի շուրջ այժմ քննարկումներ են ընթանում։ Նախորդ շաբաթ էլ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց 2026-ի ընտրություններին մասնակցելու համար։ Նրա խոսքով այս պահին երկու քաղաքական ընդդիմադիր ուժ կա, որ կմտնի խորհրդարան։ Բավական փոքր մարժայով է ՔՊ-ն դեռ առաջ, բայց միասին այդ երկու միավորն արդեն շեշտակի ավելի են։ Մեկը Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը, ասել է նա։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էլ քաղաքական համագործակցություն է սկսում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Հայրենիք կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ։ Նա չի բացառել, Վանեցյանը կարող է լինել վարչապետի թեկնածու, թե Վանեցյանի թիմից տարակուսում են հնարավոր համագործակցության շուրջ։ Եվ այժմ զրուցելու եմ հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հայրապետյան, տեսնում ենք նախընտրական թոհուբոհ է Հայաստանում, նոր կուսակցություններ են ձևավորվում։ Իհարկե բոլորը մեղադրում են մեկը մյուսի մարդը լինելու, մեկը մյուսի կուսակցությունը լինելու մեջ, ընդհանուր հիմա այս ներքաղաքական պատկերը ձեզ ինչ է հուշում, ինչպիսի ռազմավարություն է մեր քաղաքական դասը որդեգրել ապագա ընտրություններին։ Բիրտ պայքարի ռազմավարություն թերևս զոհեր շատ կլինեն, քաղաքական չանի Աստված հանկարծ, որ նաև իրական զոհեր, որը ամենևին բացառել պետք չեն։ Այսինքն մտածում եք կրքերը այնքան թեժանան, որ հրահր են ինչ-որ քաղաքացիական բախումներ։ Այո, իհարկե, չէ որ դուք նոր նշում էիք կուսակցություններ, անհատներ, անուններ տվեցիք, չէ որ բոլորի համար է պարզ, թե դրանք որ կենտրոնից են ղեկավարվում Ռուսաստանից։ Իսկ Ռուսաստանին ինչ է այստեղ պետք։ Բնականաբար խառնաշփոթ, ինչպես 1920 թվականի մայիս 1-յան ապստամբությունից հետո, որը հասցրեց 21 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին։ Այսինքն իր ձեռնացուների միջոցով իրականացնելու այդ խառնաշփոթը եւ նրանք էլ ֆաս հրամանը հրաշալի ընդունելու են եւ սկսելու են միմյանց կոկորտ կրծել։ Դրա համար ամենաանհավանական միավորումներ, չգիտեմ, խառնուրդներ, մետիսներ են ծնվելու։ Ինչն է հետաքրքիր, այն անձինք կամ այն ուժերը, որոնք այս կամ այն կերպ աֆիլիացված են, հա, տարբեր կուսակցությունների
կամ տարբեր ժամանակի ղեկավարների հետ նրանք այսպես ասենք տրոհված են գնում ընտրություններին, հա։ Մարտավարությունը շատ հիշեցնում է բնականաբար Գյումրին, բայց արդյոք Գյումրու փորձը, այսպես ասենք, այն հաջողված հենքն է, որի վրա համապետական ընտրություն կարելի է օրինակ հաղթել։ Ով հաղթի, ում հաղթի։ Նախ հաղթանակը պետք է ֆիքսենք, ինչ է նշանակում հաղթանակ, ինչ ենք հաղթելու մենք։ Ասեմ, գրեթե բոլոր ուժերում անունը տվեցի, հաղթելու ենք իրական խաղաղություն, մեր ինքնության վերադարձ, ոչնչացումից խուսափելու ենք մեր ազգայինի ու տենց բաներ։ Որ մեկը չի ասում, բոլորն ասում են, այսինքն կա դրանց միջև տարբերություն, ասածների միջև։ Երկու բանում տարբերություն չկա, մեկ ասածների միջև եւ մեկ էլ նույն կենտրոնից հրահանգավորվելու միջև, ոչ մի տարբերություն չկա։ Մեզանում կուսակցությունները երբեմն բաց, երբեմն փակ բաժնետիրական ընկերություններ են, հիմնականում չհաշված լուսանցք նետված հատուկենտ անհատների եւ կուսակցությունների, որոնք լուսանցքում են եւ լուրջ դերակատարություն ունեն հանրային գիտակցության ձևավորման, նրան առաջնորդելու վրա։ Որովհետև ռեսուրսների պակաս ունեն։ Չէ, դժվար ռեսուրսների պակասով կարելի լինի բացատրել, որովհետև օղակը շատ է սեղմված եւ ճտպտալու տեղեր թողնված չեն։ Այլապես չեմ կարծում, որ այդ հատուկենտները, լուսանցք նետվածները ոգեղենության պակաս կամ մտքի պակաս ունեն։ Ուղղակի մենք չենք գիտակցում, թե ինչ լուրջ գմբեթի տակ ենք գտնվում, կաղապարի մեջ ենք գտնվում։ Իսկ ըստ ձեզ ինչու է շարունակում քաղաքական դաշտում շատ պատկերավոր ասած դոմինանտ մնալ Ռուսաստանը։ Որովհետև արջը դեռ չսատկած մենք սկսել ենք արդեն կաշին մաս անել։ Հետո ասում են, չէ, ուխտը որքան ընկնի կաշին իշաբեր կա։ Ռուսաստանը դեռևս այդ վիճակում է, ինքը սատկած չէ եւ պետք չէ, դեռևս սատկած չէ եւ պետք չէ ժառանգության համար պատերազմ սկսել։ Նկատի ունեմ, կարիք կա ավելի օրենսդրական կարգավորումներով, հա, շատ էլի պատկերավոր ասած լյուստրացիա անել, հա, հասկանալ ով որտեղից, որքան, ինչու ֆինանսական հոսքեր, ռեսուրսներ եւ այլն, որովհետեւ իսկապես եթե նայում ենք տարբեր կուսակցությունների հայտարարագրեր, առնվազն տարակուսելի է դառնում, թե ինչի հաշվին են այս կուսակցությունները գոյատևում։ Մի նվիրատու չկա, մի փող տվող չկա, բայց մեծածավալ տեխնիկական, կազմակերպչական աշխատանքներն այս կուսակցությունները անում եւ այլն։ Ինչի հաշվին։ Դա դրանով պիտի զբաղվեն նրանք, ովքեր կոչված են դրանով զբաղվելու եւ ինչի դիմաց աշխատավարձ են ստանում։ Պատկան մարմինները ինձ նման սովորական քաղաքացին չէ, որ պիտի իր վրա վերցնի չվկայակոչված դատախազի ֆունկցիաներ կամ էլ սովորական նախանձից գործ տվողի ֆունկցիաներ, բացարձակապես ոչ։ Պետությունը ուրեմն այստեղ եւս թերանում է։ Եվ ձեր ասած լյուստրացիան, ինչը շատ ողջունելի է, ճիշտ է մասնակի է, դուք լոկալ խնդիր լուծելու համար եք ասում, բայց ընդհանրապես Հայաստանի անկախությունից ի վեր մի քանի հոգի, այդ թվում նաև ես, ճչում ենք, թե բացեք KGB-ի արխիվները։ Բացելու պարագայում հսկայական այսպիսի խնդիրներ կվերանային։ Մենք չէինք ունենա։ Ես վստահ եմ, որ չի բացելու ներկայ իշխանությունը դա, որովհետև ինքն էլ նույն աղբյուրից է սնվել, եկել իշխանության եւ մնալու առայժմ իշխանության, որովհետև այստեղ իշխանությունը ձևավորվելու է Ռուսաստանի քիմքին, Ռուսաստանի խնդիրները սպասարկելուն համապատասխան եւ ոչ թե Հայաստանի շահեր սպասարկելուն։ Իսկ վերջին շրջանի իրադարձությունները չեն հուշում, որ գուցե նաև այդպես չէ։ Ես նկատի ունեմ օգոստոսի 8, այդ հետո դրա որպես արդյունք կամ սպասվող արդյունք TRIP եւ այլն, ամերիկյան տնտեսական կամ եվրոպական կամ արևմտյան ներդրումներ, չգիտեմ։ Այնքան կուզեի, որ այդպեսի խոսույթ շրջանառվեր մեր հանրային տարածքում, լրատվական տարածքում։ Իրոք կարծում եք, որ Ալիևը կամ Փաշինյանը առանց Պուտինի թույլտվության
օգոստոսի 8-ին կհայտնվեին Վաշինգտոնում։ Չէին կարող։ Առնվազն միամիտ է պետք լինել դրա համար, երազասուն է պետք լինել դրա համար, որ հանկարծ կարծենք, որ ինքնուրույն քաղաքականություն կարող էին որդեգրել։ Մենք տեսանք, չէ, բոլորը ասում են, ահա, սկսել են ռուս-ադրբեջանական հակամարտությունները։ Հիմա տեսակ, ամենամեծ արվամոլներից լավ գրկախառնվում էին ներողություն, Ալիևը եւ են Պուտինը։ Եվ կողքից էլ այն թշվառական կագեբեշնիկը, որ սեփական հորը չգիտի թե ով է, իմ երկրի ղեկավարի վրա էր կատակներ անում, հա? Խոսքս ռազմական հանցագործ Լուկաշենկոյի մասին է։ Պետք է լուրջ վերաբերվել դրան։ Այո, իհարկե։ Մենք չտեսնենք մեր վտանգները որտեղից են գալիս եւ գալու։ Պետք չէ հույս ունենալ եւ իշխանության վրա եւ այսօր անդիմություն հորժորժվող այս բեկորների վրա հույս դնել պետք չէ։ Մենք ամեն տեղում անհատական պաշտպանության պիտի անցնենք։ Մեր գիտակցությունները պիտի պաշտպանենք։ Իրենք խաղ են խաղում, հասկանալի է։ Բայց ոնց կարելի է լուրջ չընդունել։ Մենք ժամանակին այդպես լուրջ չէինք ընդունում, երբ որ Ադրբեջանը զինվում էր, մենք ասում ենք, այդ մեր դեմ չի, Իրանի դեմ զինում են նրան, եւ դարձյալ արևմուտքից էլ էր զենք վերցնում, Ռուսաստանից էլ, Բելորուսից էլ, բոլորը զինում էին։ Մեզ էլ ասում էին, որ Իրանի դեմ է, նույնիսկ մեր վարչապետը ժամանակին, ոչ պարոն Փաշինյանը, հա, Մեդվեդևի կողքին կանգնած հարց տվեց լրագրողը Մեդվեդևին, ինքը մեջտեղ ընկավ, կոտրած գդալի նման ինքը պատասխանեց, ասաց դա բիզնես է, իրանք ունի Ռուսաստանը վաճառելու։ Հետո էլ մի ուրիշ առիթով ասաց, որ քաղաքականությամբ զբաղվելու համար մեծ խելք պետք չէ։ Դրա համար էլ անխելքները տիրեցին երկար ժամանակ Հայաստանում եւ մեր վիճակը այս թշվառությունն է եւ մեծ մարտահրավերների առջեւ կանգնած լինելը։ Առնվազն իմ թվարկած սուբյեկտներից եւ ուժերից որևէ մեկի առաջարկի մեջ բովանդակություն չեք տեսնում։ Բոլորն էլ նույն բանն են ասում, եթե ուղղակի տողատակը չկարդաս, նախապատմությունը չիմանաս, բնականաբար բոլորին էլ ծափահարել է պետք։ Սկսած այդ երիտասարդից, այո, նրանից սկսած վերջացրած ումով կուզեք, կագեբեի շեֆ է եղել, հա, մարդը, ուզում եք դրանով, ուզում եք Սամվել Բաբայանը, չգիտեմ ինչ է եղել, հա, պաշտպանական բանակի կոմանդուշի է եղել։ Բոլորը լավ բաներ են ասում։ Գիտեք, այդ լավ բան ասելը չէ։ Գիտեք, բժիշկը երբեմն ցավեցնում է, վիրահատում է ցավեցնելով, բայց միայն նա է, որ բուժում է, եւ ոչ թե բաղակշական խոսքեր, ականջին հաճելի խոսքեր ասողներն են բուժում։ Հիմա բոլորը ականջին հաճող խոսքեր են ասում, արժանապատիվ, չգիտեմ ինչ խաղաղություն բան, հա, թե չէ Նիկոլը կարողանում է ու չի բերում, թե չէ իրենք կարողանալու են, դե թող ասեն ինչ ձևով են բերելու, թե չէ իրենք չեն գրկելու Էրդողանի գիրքը նկարով ու նկարվեն հետը, գրկել են, թե Հայաստանի մի այսքան օգուտ է, ուրեմն պիտի գրկեն, մանավանդ որ իրենք գրկելու սովոր են։ Իսկ ձեզ համար պարզ է, օրինակ նույն Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, այսպես ասենք, այս միմյանց թիրախավորումը եւ այլն, սա ընդհանրապես մարտավարություն է, որի ռազմավարական արդյունքը էլի լինելու է, որպես այս ուժերը Գյումրի օրինակ միավորվեն, թե իրապես հիմա հաշիվներ են պարզում, որովհետև ուզում եմ հիշեցնել, նախորդին էլ Սամվել Ֆարմանյանն էր բացահայտում արել, որ կհիշեք Հայաստանի անդամակցության ԵԱՏՄ-ի Նազարբաևը, որ Ալիևի մտահոգություններն էր փոխանցում եւ այլն, այսինքն առանց Լեռնային Ղարաբաղ Հայաստանը իր միջազգայինորեն ճանաչված սահմաններով պիտի անդամակցեր, նա նշում էր, որ Սերժ Սարգսյանը որոշեց ընդունել Հայաստանի ներսում բուրըն քննադատությունը իր հաշվին լռել, ձայն չհանել, բայց միայն ակնարկում էր չբացահայտեր եւ այդտեղ հնարավորություն չտար օրինակ նույն Նազարբաևին ներկայացնել 2002 թվականին Քոչյանի կառավարման տարիներին Հայաստանի անդամակցության փաստաթղթի պատճենը առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որտեղ էլի Լեռնային Ղարաբաղ գոյություն չուներ, հա, խոսում է մեծ պետականամետ գործչի մասին ըստ Ֆարմանյանի սա։ Եկեք ձեր թույլտվությամբ
թողնենք թող այդ մասով խնդիրը մեկնաբանեն, այդ պարոնի ասած խոսքի մեկնիչները դառնան միջնադարյան։ Ես փորձեմ այլ բանից մոտենալ, հա, այլ կողմից մոտենալ։ Մանավանդ նրանք ավելի լավ կարող են անել, որովհետև անձնական շահագրգռություններ ունեն։ Ես ընդհանրապես շահագրգռություն չունեմ։ Բացարձակապես, չասեմ չի հետաքրքրում, չասեմ անտարբեր եմ, բայց բացարձակապես այդտեղ կես քայլ անգամ անելու մտնելու խնդիր չունեմ։ Դրա համար կարող եմ ինձ թույլ տալ անկեղծ լինել եւ կարող եմ ինձ թույլ տալ այդպիսի բաներ չմեկնաբանել, բայց մյուս կողմից ձեր բարձրացած խնդիրը իրոք լուրջ է։ Դուք ասացիք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Ձեր թույլտվությամբ ավելի հեռվից սկսեմ։ Գիտեք, 98 թվականին, երբ Հայաստանում եղավ 1998 թվականին, երբ եղավ պետական հեղաշրջումը, խելոք մարդիկ 1-2 հոգի ասացին, որ դա եռապետություն է։ Աշխարհի բոլոր եռապետություններն այդպես են շարունակվել, երբ որ գցում են նախորդին, իրենք գալիս են, այդպես են շարունակել իրենց ճանապարհը, երբ ճանապարհի ոչ շատ անցած լինելուց հետո մեկին արանքից հանում են, դա եղավ Վազգեն Սարգսյանը։ Մնացին երկուսը, որոնք նույն պարոն Քոչարյանը եւ պարոն Սարգսյանը, որոնք նույն մարմնի երկու գլուխներն էին, բայց ահավոր թշնամական իրար դեմ, պարզապես չէին կարող գիծ հատել, որովհետև մարմինը նույնական է, բայց միևնույն է եռապետությունների, սկսած հին Հռոմի ժամանակներից, եռապետությունների տրամաբանությունը միշտ բերում է նրան, որ վերջում օրհասական պահին սրանք իրար խոշոտում են։ Ես չգիտեմ, արդյոք այդ Ադրբեջանը խորհրդային միություն գավառ էր, չէ։ Հիմա գավառի գավառն էլ Արցախն էր, չէ։ Հիմա այդտեղից դուրս եկած երկու հոգին հռոմեականի հետ համեմատվել այդ տրամաբանության մեջ գտնվել կարող են, թե չէ։ Եթե լուրջ մարդիկ են, դժբախտաբար ճանապարհը դա է, նրանք միմյանց հոշոտելու են, չգիտեմ մինչև ընտրությունները, թե ընտրությունների ժամանակ, թե դրանից անմիջապես հետո։ Հոշոտելու են իրար։ Այո։ Այլապես իրենք անհատապես կյանք չունեն, քաղաքական կյանք չունեն, այն մեկն արդեն խրխրացնում է պարոն Քոչարյանը, պատկերացնում եք, իր երիտասարդ տղային է զոհասեղանին բարձրացրել։ Մենք խորքերը չենք ուզում նայենք, մակերեսից ենք նայում եւ չենք ուզում պատմության տրամաբանությունն ընկալել, այլ փորձում ենք այնց այսօր էս եղավ, այս խնդիրը լուծենք, օրվա հարցը լուծենք եւ մեր Թումանյանի համբոյի աշխարհընկալման մեջ գտնվել, որ տղային ասում է խորհուրդ է տալիս, օրեր են կմտնեն, անց կկենան։ Հայ մարդու համար կյանքը օրերը դժբախտաբար ոչ թե երջանիկ ապրելու, խրոխտ լինելու, հա, դրական բաների համար են, այլ մի հատ սռոկ է, որ պետք է ադբիտ անել։ Հասկանում եք։ Այս աշխարհընկալումը գլխի վայր փոխել է պետք։ Ովքեր պիտի փոխեն։ Երևի թե դուք պիտի փոխեք, որպեսզի այսպիսի հողաթափիկ ինֆուզորիաների չանդրադառնաք, իրենց մի անդրադարձեք, իրենց չեն լինի, բայց քանի որ իրենք ուրիշ միջոցներ ունեն վիճակ թեժացնելու, ես ձեզ եմ հասկանում, դուք դատապարտված եք այդ մասին, բայց անպայման արանքից մցրեք ընդհանուր տրամաբանությունը։ Այդ դեպքում նաև խոսենք, այսինքն ձեր ասածից հետևություն եմ անում, որ այն ինչ կատարվում է աշխարհում, այն ինչ կատարվում է մեր շուրջ, այն ինչ կատարվում է մեզ հետ, գերկարևոր process-ներ, հա։ Մենք ներսում չունենք դրան համարժեք քաղաքական դաս։ Շատ ապրեք։ Այսինքն մենք դրա պարզապես սպառողն ենք, մենք ազդեցություն չունենք։ Այո, մենք ազդեցություն չունենք եւ ճիշտ եք ասում, մենակ դա չէ, դա ցավալի է, դուք էլ եք արձանագրում, ես էլ որ արձանագրեմ նույնությամբ ինչ կփոխվի, ոչինչ չունեմ ավելացնելու։ Բայց միայն քաղաքական դասը չէ։ Եկեք այս սեղանից, ձեր համակարգչից, այս բաժակից, տակդիրից սկսած, մեր շորերից, որևէ մեկը մենք ունենք, մենք ենք արտադրել։ Քաղաքական դաս ոնց պիտի արտադրենք։ Եթե տնտեսապես կաղապարի մեջ ես, կալպակի տակ ես, բնականաբար առավել եւս քաղաքականապես ես կալպակի տակ։ Հայ քաղաքական միտք չի ծնվել։ Փորձեցին երկու հոգի դա անել, մեկը Վազգեն Մանուկյանը ժամանակին, երբ որ վերջին կայսրության, վերջին դինոզավրի կործանման մասին էր խոսում,
Բայց ափսոս կիսատ մնաց, հետո դա այլափոխվեց, մետամորֆոզների ենթարկվեց, դարձավ համաշխարհային ազգի հում գաղափար, որ նետվեց ոտքերի տակ։ Եվ հետո Լևոն Տեր-Պետրոսյանը դա արեց, որում շատ լավ արեց, խաղաղություն թե պատերազմ իր երգով։ Մենք բոլորս, այդ թվում նաև ես, ժամանակին, մենք բոլորս սնուցված մեր իրեն չարդարացրած պատմության դասերով սուր ճոճեցինք դրա դեմ եւ ըստ էության մեր հավաքական մտքի խտացումն էին Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, որոնք մտան այդ մարդուն, ասում տես ժողովուրդը սրանք ասում են չէ։ Պատերազմով պետք լինի կտանք, ինչքան կարող ենք պահենք, մեկ էլ տեսար աշխարհում բան է փոխվում։ Հիմա սկսեց աշխարհում բան փոխվելը, բայց արդեն մերը չէ։ Մենք չկարողացանք պահել մինչև այս պահը։ Դա էր պարոն Փաշինյանի առաքելությունը, որը չկարողացավ իրականացնել։ Պահել։ Այո, պահել մինչև համաշխարհային իրարանցում, իսկ իրարանցումը սկսված է։ Մենք չկարողացանք դա անել։ Եվ հենց ինչպես Արթուր Մեշյանն է ասում, Սալյանովը կոտրվեց իր սիրած փոսում, հա, նույն տեղում դարձյալ։ Հետո էլի հետագա պատմաբանները, եթե կլինեն Եղիշեի նման, եթե կլինեն մեր ըստ էության հաղթողներն են պատմություն գրում, իսկ մեր պետությանը հաղթել է եկեղեցին եւ միշտ եկեղեցին է գրել եւ մեզ սրսկել է մի բան, որ ավարայրում մենք հաղթեցինք, որովհետեւ բարյական հաղթանակը շատ ավելի բարձր բան է, այսինքն մեզ գլխի վրա շուռ տվեցին, մեր մտածողությունը գլխի վրա շուռ տվեցին եւ այսօր էլ նույն բանն է։ Պարոն Փաշինյանը որևէ վատ բան չի անում, ինքը հարազատ զավակն է հայ ժողովրդի վերջին 1600 տարվա պատմության, չհաշված մեջտեղի մի քանի լուսավոր կետերը պետականության։ Ասում եմ, չեմ պարտվել, ով է պարտվել։ Ես հաղթել եմ։ Հայաստանը վերջապես ստացավ անկախություն։ Հասկանում եք, մենք հիմա այստեղ, եթե այսպես եմ ասում, այդ չի նշանակում, որ աչքից գրողն են կամ Քոչարյանը, կամ Սարգսյանը, կամ Փաշինյանը, չէ, բացարձակապես։ Սա մենք ենք։ Չէ՞ որ ասի ես էլ եմ այդպեսին եղել։ Թող հպարտանանա բացառությամբ 1, 2, 3 հոգուց ասացի Վազգեն Մանուկյան, Տեր-Պետրոսյան, ունենք ժամանակին Կտրիշ Սարդարյան, չգիտեմ ինչու չի խոսում, իմաստուն մարդեր, որոնք տեսնում էին ինչ կարող է լինել։ Իսկ մյուսները հենց հիմա էլ է, ախր իսկական լրագրությունը գիտեք որն է։ Այն նախորդ ասածները բերեք ցույց տաք, հետո ասեք հիմա սա ես ասում։ Հիմի որն ես դու։ Դե եթե սա ես, իհարկե մարդը կարող է զարգանալ, փոխվել, բայց մի հատ նրա համար ներողություն խնդրի նոր անցի առաջ, էլի քաղաքակրթության երկու նվաճումներից երկու բարձրակետեր կան, երկու բառի մեջ ամփոփված, շնորհակալություն եւ ներողություն։ Մերոնք ոչ ներողություն խնդրել գիտեն եւ ոչ էլ երախտագետ են։ Տեսեք, Հրանտ Մաթեոսյանից սկսած գրեցին, չէ, վերջում էլ Աշոտ Սարգսյանը գրեց այդ ուրացումների մասին վերնագրեր էին նույնիսկ գրքերի, հոդվածների, հա, այդ երախտամոռությունն է մեր, շնորհակալությունը չունենք մենք։ Չենք ասում, ինչ որ տեղից դուրս եկած ակնեներ, հա, պրշիկներ կարող են ուրանալ են ամբողջ ինչ Տեր-Պետրոսյանն արել է եւ իրենց իրավունք վերապահեն իրենց գավառական բարձունքներից քարկոծել։ Կարող են մոռանալ են ամենը դրականը, ինչ արել է Ռոբերտ Քոչարյանը, իսկ նա արել է մի քանի բան։ Անկախ նրանից մինչև վերջ հաջողությամբ թե ոչ, օրինակ ես երբեք չեմ կարող ուրանալ, որ Իրան-Հայաստան գազամուղ եղավ։ Բայց նույնիսկ այդտեղ են այդ մարդու գրպանը պլան գցում, ասում են ավելի մեծ տրամաչափի պիտի լիներ, ինքը չկարողացավ, այդքանը կարողացավ, այդքանն արեց։ Սերժ Սարգսյանին, տեսեք, գնացեք մատենադարան բարձրացող այդ առաջվա կառավարության ընդունելությունների դրված են Հայոց Այբուբենի տառերը, հրապարակից ոչ հեռու դրված է Գարեգին Նժդեի արձանը, ոչինչ որ մի քիչ Պյոտր Պերվի նման է, նորմալ իշխանություն լինի, երևի մի հատ լավ վարսավիրանոց կտանեն եւ մեր Նժդեհը նորից իր տեսքը կընդունի։ Բայց սրանք ուրանանք, մենք ուրացող ենք, ոչ ներողություն խնդրել գիտենք, ոչ էլ շնորհակալություն հայտնել։ Մենք հակաքաղաքակրթություն ենք այսօր դարձել։ Ովքեր պիտի մեզ նորից մեր իրական հունին վերադարձնեն։ Կարծում եք այդ գավառական խրտվիլակները, որոնք քաղաքականություն են խաղում, բացարձակապես ոչ։ Նրանք ովքեր այսօր, ինչպես քիչ առաջ ասացի այդ փոքր կուսակցությունների մասին, հա, լուսանցք են նետված։ Այսօր ամեն օր մեր բոլոր եթերներից պիտի Ռուբեն Ախվերդյանը, Տիգրան Մանսուրյանը, գիտեմ որ իրար հետ չունեն,
բայց այդ կլասը պիտի խոսեր։ Նրանց պիտի լսենք։ Մենք ում ենք լսում։ Ինչ երաժշտության տակ է տժժում իրենց ընտանեկան ոսկեղենիկ հայերենով ասեմ, այդ համբալության կառուցված այդ Երևանի տոնին մեր սիրելի քաղաքապետը, սա չի ձեր որակը։ Երեկվա որակն էլ այդ նույնը չէր, Երևան Զախարյանները չէին երեկվանն էլ։ Այսօր ոչինչ չի փոխվել։ Պետք է փոխել։ Շնորհակալություն։ Ձեր շնորհակալություն։ Զրուցակիցս հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն էր։ Այժմի համար այսքանը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։